Ներդրեցինք։ Հիմա ինչա գնում քաղաքացին։ Ազգանուն անունը չեմ կարդա, Մկրտումյան ազգանունով։ Հարգելի պարոն Փաշինյան, կրկին դիմում եմ ձեզ, որովհետև այլ կառույցներին ում ուղղել եմ հարցերս մնացել են անպատասխան։ Ավարտվեց 2025 թվականի առաջին եռամսյակը եւ ըստ օրենքի շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռնարկատերերը մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն շրջանառության հարկի նոր ձև թիվ 286 հաշվետվությունը։ Ինչպես որ ներկայացնում էին ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հանրային քննարկումների ժամանակ, որ այդ նոր ձևը լրացվելու է ինքնաշխատ, չի համապատասխանում իրականությանը։ Եթե մինչ այդ ինքնաշխատ ձևով լրացվում էին փաստաթղթով ձեռք բերված ապրանքների սկզբնական արժեքները, ապա այժմ դա էլ չի լրացվում հաշվետվությունում, միայն ինքնաշխատ զրոներն են լրացվում։ Հարգելի պարոն Փաշինյան, հաշվետվություն լրացնելը մեծ դժվարություն չի ներկայացնում, եթե հարկային օրենսգրքի փոփոխություններում հստակ նշված լինեն այն ծախսերը, որոնք պետք է ներառվեն շրջանառության հարկ վճարողի մոտ։ Դժվարությունը կայանում է նրանում, որ ՊԵԿ ներկայացուցչի եւ ֆինանսների նախարարության ներկայացուցչի մեկնաբանությունները այդ ծախսերի վերաբերյալ տարբեր են եւ հաշվետվության ինքնաշխատ չլրացման դեպքում դժվար կլինի հարկային տեսուչին ապացուցել հաշվարկված եւ վճարված հարկի ճշգրտությունը։ Հարգելի պարոն Փաշինյան, խնդրում եմ ձեզ հանձնարարել ՊԵԿ-ի եւ ֆինանսների նախարարության կողմից հստակ տալ պարզաբանում, թե վերջապես առևտրական գործունեությամբ զբաղվող ԱՁ-ի իրացման ծախսերի մեջ ներառվում են արդյոք առաջին առևտրի կենտրոնում վարձակալված տարածքի վարձավճարը, որտեղ իրականացվում է առևտուրը, երկրորդ գանձապահ խորհրդատուի աշխատավարձը, ով իրականացնում է ապրանքի վաճառքը, իրացումը, երրորդ պոստտերմինալով անկանխիկ վաճառքի դեպքում վաճառված, իրացված ապրանքի գնից բանկի կողմից գանձվող 1.8 գիծ 2.5% միջնորդավճարը։ Եթե հաշվետվությունը չի լրացվելու ինքնաշխատ, ապա միայն հարցերի պատասխանների հստակ պարզաբանման դեպքում ԱԾ-ն կարող է ճիշտ լրացնել եւ հաշվարկել իր հարկը եւ հետագայում խնդիրներ չունենալ հարկային տեսուչների հետ ստուգումների ժամանակ։ Հարգանքով Մկրտումյան։ Հարգելի գործընկերներ, ես այս ընթերցեցի, որովհետև վերահասցրագրել էի խնդրելով տալ այս նամակի պատասխանը, այսօր առավոտվա դրությամբ այդ պատասխանը չեմ ստացել, խնդրում եմ մինչև կառավարության հաջորդ նիստը պատասխանը ձևակերպել, որպեսզի ես նույն ձևաչափով քաղաքացու պատասխանը հրապարակեմ հաջորդ կառավարության նիստին։ Սրա հետ կապված է, չէ՞ մի րոպե էլ սպասեք։ Պարզա խնդիրը ֆինանսների նախարարության եւ այսինքն էլի կարճ կոնկրետ նույն հստակությամբ պատասխանում ենք, ես որ պատասխանը կարդամ կառավարության նիստի վերջում։ Համեցեք, պարոն Մկրտչյան։ Պարոն վարչապետ, օրակարգի չձեկուցվող 30-րդ հարցի հետ կապված տեխնիկական խմբագրման անհրաժեշտություն կա, խնդրեմ մինչև ստորագրել դա անենք, նոր ստորագրենք։ Շատ լավ, այս լավատեսական նոտայով էլ ավարտենք կառավարության նիստը։ Շնորհակալություն։